Վստահ եմ Շարլ Ազնավուրի այս երգը շատերդ եք լսել։ J'habite seul avec maman dans un très vieil appartement rue Sarrazate եւ այլն։ Բայց իմ մազերը ամեն անգամ բիզբիզ են կանգնում, երբ այս երգը կատարում են երեխաները։ Այո, մելոդիկ, շատ հարմոնիկ երաժշտություն է, բայց երգի բովանդակությունը ընդհանրապես մանկական չէ, այն 18+ է։ Սա միասեռականի ծանր կյանքի մասին է, որը միայնակ իր մոր հետ է ապրում, ցերեկները լված կանում, տան գործերով զբաղվում, իսկ երեկոյան բացահայտվում է նրա իրական տաղանդը, քնքուշնազանքով, պարեպարում, որն ավարտվում է խենթ մերկապարով։ J'ai un numéro très spécial qui finit en nu intégral après striptease. Երգի բառերը առաջին դեմքով են։ Երգիչը պատմում է, թե ինչ ծանր ապրումներ է ունենում ամեն անգամ, երբ տղամարդիկ իրեն մռայլ խետ հայացքով են նայում, քանի որ ինքը տղամարդ չէ, այլ միասեռական։ Երգի հաջորդ տանը երգիչը պատմում է իր անպատասխան սիրո մասին։ Իսկ թե ինչու է Ազնավուրը գրել այս երգը եւ հենց ինքն է կատարել, պատասխանը շատ պարզ է։ Լեգենդար շանսոնյեն իրեն համարում էր բոլորի երգիչը։ Նա գրել է երգեր սիրո բոլոր դրսևորումների մասին։ Ազնավուրը հաճախ էր դիտում լուրերի թողարկումներ, այնտեղից նոր թեմաներ վերցնում իր նոր երգերի բովանդակությունների համար։ Իդեպ այս երգը շանսոնյեն գրել է 1970-ականներին, իսկ այդ ժամանակ ֆրանսիական հասարակությունը դեռևս պատրաստ չէր նման բովանդակությամբ երգեր ունկնդրելու։ Շատ դժվարությամբ էին ընկալվում նման երգերը։ Այդ իսկ պատճառով նախազգուշական նկատառումներից ելնելով նախքան պրեմիերան Շարլ Ազնավուրը այս երգը որոշում է կատարել իր տանը իր ընկերների ներկայությամբ։ Լռություն է տիրում, որից հետո նրան հարցնում են իսկ ով է այն կատարելու։ Շարլ Ազնավուրը պատասխանում է ես։ Նորից լռություն է տիրում եւ նրանից փորձում են ճշտել, իսկ արդյոք նախքան այս երգը կատարելը Շարլ Ազնավուրը իր հանդիսատեսին ներկայացնելու է, թե ինչի մասին է երգելու։ Ազնավուրը ցիտում եմ, պատասխանել է. ես հոբեմ դուրս չեմ գալու, որ ասեմ, գիտեք, ես այդպեսին չեմ, բայց հիմա նմանատիպ երգ կկատարեմ։ Ոչ, բացարձակապես ես կերգեմ, այնուհետև հանդիսատեսը ինքը կորոշի, թե ինչի մասին եմ ես երգում եւ ում համար։ Այնպես որ սա մանկական երգ չէ բնականաբար եւ կարծում եմ Շարլ Ազնավուրը բազմաթիվ մելոդիկ, գեղեցիկ այնքան երգեր ունի, որ Հայաստանում դրանք այդքան էլ հայտնի չեն եւ արժի, որ այդ երգերը ծանոթացնենք եւ սովորեցնենք մեր երեխաներին։ Հետևեք իմեջին, առաջիկայում կներկայացնեմ այդ նոր երգերը։